Այսօր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստան ընդդեմ կոռուպցիայի ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում կազմակերպել էր սեմինար «Կոռուպցիոն ռիսկերը Վայոց ձորի սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով։ Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Էմին Բեգլարյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին եւ ակտիվ ու արդյունավետ քննարկման հույս հայտնեց։ Այնուհետև խոսքը փոխանցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ Հայաստան ընդդեմ կոռուպցիայի ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին։ Ողջույնի խոսքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ Հայաստան ընդդեմ կոռուպցիայի ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը շեշտեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը, ներկայացրեց Հայաստան ընդդեմ կոռուպցիայի ծրագրի նպատակներն ու գործունեության ուղղությունները։ Կարեն Զադոյանի փոխանցմամբ սոցիալական ոլորտը բավական զգայուն է եւ ներկայումս այս ոլորտում մի շարք դատական գործեր կան։ Ունենք ոլորտում կամք բարեփոխումների ուղղությամբ, գիտենք նաեւ սոցիալական ծառայության ուրեմն ոլորտի վերջին նշանակումները եւ բարեփոխումների իրականացումը։ Կարեն Զադոյանը նշեց, որ բացի կոռուպցիոն ռիսկերի հատկորոշելի եւ ընթացք տալը պետք է նաեւ հակակոռուպցիոն մեխանիզմներ եւ քաղաքականություն ներդնել համակարգում։ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներից այս ոլորտում միջոցառումների շարք ձեռնարկելու համար։ Նա նշեց, որ իր համար այս թեմատիկան խիստ հոգեհարազատ է, քանի որ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է որպես գերակայություն։ Կոռուպցիան որպես երևույթ մեր հասարակության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է հանդիսանում։ Մեծ թվով մարդիկ են հանդիսանում սոցիալական ծառայությունների գործունեության շահառուները, հետևաբար այս ոլորտում հաջողությունները նաև քաղաքականապես կարող է դրական ազդեցություն ունենալ ընդհանուր մեր հասարակական միջավայրի ձևավորման վրա։ Վայոց ձորի մարզի դատախազ Հովիկ Սուքասյանն ասաց, որ ընտրված թեման բավական արդիական է։ Մարզի դատախազի խոսքերով պետք է փորձել վերհանել հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները։ Սա անցել է հիմնականում երկու ուղղությամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նպաստող հանգամանքներ առանձին գործողությունների հետևանքով եւ սոցիալական ծառայությունների գործակալությունների աշխատանքի հետ կապված։ Ըստ նրա այսօր հիմնական խնդիրը կապված է հանրային վստահության եւ աջակցության հետ։ Նաեւ իրազեկվածության խնդիր կա սոցիալական գործակալությունների հետ կապված։ Գիտեք ինչ, ոչ թե դիտավորյալ գործողությունների հետևանքով ծառայության կամ պետական մարմնի, այլ անզգույշ վերաբերմունքի կամ անզգույշ գործողության հետևանքով կարող է գործողությունը կարող է նպաստել որևէ իրավախախտման։ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազ Գայանե Խաչիկյանը հրապարակեց վիճակագրական տվյալներ կապված Վայոց ձորի մարզում սոցիալական ապահովության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի եւ հանցագործությունների վերաբերյալ։ 2011 թվականին արձանագրվել է հանցագործության 2, 2012 թվականին 3, իսկ 2013 թվականից առ այսօր հանցագործության 1 դեպք։ Դրանք հիմնականում կեղծ իրականությանը չհամապատասխանող տվյալներ պարունակող փաստաթղթեր սոցիալական ապահովության տարածքային գործակալություններ ներկայացնելու եղանակով ընտանեկան նպաստի գումարներ խաբեությամբ հափշտակելու դեպքերն են։ Միջոցառման շրջանակներում ելույթ ունեցան նաև սոցիալական ապահովության պետական ծառայության Եղեգնաձորի, Վայքի եւ Ջերմուկի տարածքային բաժնի պետերը եւ տարածքային գործակալության պետերը։ Վերջում կազմակերպվեց քննարկում, որտեղ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտեց։ Կարեն Զադոյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ պետք է փորձել այնպես անել, որ բնակիչները իրենց պաշտպանված կան եւ հասկանան պետական մարմինները, այդ թվում իրավապահ մարմինները, ոչ թե պատժելու, այլ իրենց իրավունքները պաշտպանելու համար են։